Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալը պաշտոնապես ավարտվեց, գրանցելով բարձր ռեյտինգներ, մեծ դիտումներ, ակտիվ քննարկումներ սոցիալական հարթակներում։ Ավարտը եղավ լարված, հուզիչ և մի փոքր անսպասելի, ճիշտ այն ոճով, որին Դիանա Գրիգորյանի հեռուստադիտողներն արդեն սովոր էին։ Թեև շատերը կանխատեսումներ ունեին, սցենարային որոշ լուծումներ զարմացրին անգամ ամենաուշադիր հետևողներին, ինչն էլ ևս մեկ անգամ ապացուցեց՝ «Վերջին զանգը» պարզապես հերթական սերիալ չէր, այլ երկար ճանապարհ անցած պատմություն՝ լի ցավով, սիրով, մեղքով ու հատուցմամբ։ Սերիալի ավարտից հետո հեռուստադիտողները գրեթե անմիջապես սկսեցին խոսել հաջորդ նախագծի մասին։ Դիանա Գրիգորյանն արդեն ավելի վաղ նշել էր, որ նոր սերիալը էկրան կբարձրանա հունվարից, և այժմ հաշված օրեր են մնացել, մինչև ամեն ինչ պարզ կդառնա։ Այս սպասումն ինքնին վկայում է այն վստահության մասին, որ հանդիսատեսն ունի սցենարիստի և պրոդյուսերի հանդեպ։ Մարդիկ վստահ են, որ հերթական անգամ կստանան որակյալ, լարված և դիտարժան պատմություն։ Օրեր առաջ Դիանա Գրիգորյանը կազմակերպել էր «Հարց ու պատասխան» իր ինստագրամյան էջում, որտեղ անդրադարձել էր նոր սերիալի հետ կապված մի շարք հարցերի։ Հետևորդներից մեկի հարցին արդյոք նոր նախագծի համար քաստինգ կհայտարարվի, նա կարճ ու հստակ պատասխանել էր ոչ։ Այս պատասխանն անմիջապես դարձավ քննարկման թեմա և շատերի համար ակնհայտ դարձրեց, որ դերասանական կազմն արդեն ընտրված է։ Սա ևս մեկ անգամ ցույց տվեց Դիանա Գրիգորյանի աշխատաոճը։ Նա նախընտրում է աշխատել այն դերասանների հետ, որոնց ճանաչում է, որոնց վստահում է և որոնց հետ արդեն ձևավորված է ստեղծագործական կապ ու անցել է երկար ճանապարհ։ Սակայն միևնույն ժամանակ որոշ ժամանակ անց հրապարակվեց հայտարարություն, որ նկարահանման համար փնտրվում են մարզված դերասաններ մոտ 30 տարեկան։ Հայտարարության մեջ նշվում էր, որ խառնամարտին կամ բռնցքամարտին տիրապետելը կդիտվի որպես մեծ առավելություն, ինչն արդեն իսկ հուշում է, որ նոր սերիալում կլինեն ֆիզիկական բախումներ, դինամիկ տեսարաններ և հավանաբար ավելի կոշտ ու տղամարդկային գիծ ունեցող կերպարներ։ Սա ակնարկ է, որ նոր նախագիծը կարող է տարբերվել «Վերջին զանգից» իր ժանրային շեշտադրումներով, պահպանելով սակայն լարվածությունն ու ինտրիգը։ Բացի այդ, հայտարարության մեջ նշվում էր նաև, որ նկարահանման համար փնտրվում է 6-ից 7 տարեկան տղա երեխա։ Այս մանրուքը ևս մեծ հետաքրքրություն առաջացրեց հեռուստադիտողների շրջանում։ Շատերը ենթադրում են, որ երեխայի կերպարն առանցքային դեր է ունենալու սյուժեի մեջ և կարող է կապված լինել գլխավոր հերոսների անցյալի, կորցրած ընտանիքի կամ նոր սկզբի մասին։ Դիանա Գրիգորյանի նախորդ սերիալների փորձը ցույց է տալիս, որ երեխաների կերպարները երբեք պարզապես երկրորդական չեն լինում, այլ հաճախ դառնում են պատմության ամենազգացմունքային առանցքներից մեկը։ Ակնհայտ է, որ նոր սերիալի պատրաստությունն ընթանում է շատ ինտենսիվ ռեժիմով, առանց երկար դադարների, առանց հանգստի շրջանների։ Ստեղծագործական թիմը կրկին պատրաստվում է մտնել ծանր ու քրտնաջան աշխատանքի փուլ։ Սա այն մոտեցումն է, որը տարիներ շարունակ ապահովել է Դիանա Գրիգորյանի նախագծերի հաջողությունը՝ արագ տեմպ, հստակ կազմակերպվածություն և մշտական կապ հանդիսատեսի հետ։ «Վերջին զանգի» բարձր ռեյտինգային ավարտը մեծ նշաձող է սահմանել նոր սերիալի համար, բայց հեռուստադիտողները վստահ են, որ այս անգամ ևս սպասելիքները կարդարանան։ Հունվարը շատ մոտ է, արդեն կեսն անցել է, և ամեն օր սպասումն ավելի է լարվում։ Ինչ պատմություն է սպասվում, ովքեր են լինելու գլխավոր դերերում, ինչ գաղտնիքներ ու ինտրիգներ են բացվելու, այս բոլոր հարցերի պատասխանները շատ շուտով կստանանք։ Իսկ մինչ այդ մեկ բան արդեն պարզ է՝ Դիանա Գրիգորյանի նոր սերիալը կրկին լինելու է քննարկումների կենտրոնում։ Դիանա Գրիգորյանի աշխատելաոճի ամենակարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ նա երբեք չի բավարարվում արդեն ձեռք բերած հաջողությամբ։ Յուրաքանչյուր նոր նախագիծ նրա համար պարզապես հերթական սերիալը չէ, այլ նոր փորձություն, նոր պատասխանատվություն և նոր նշաձող։ Նա այնպես է կառուցում իր աշխատանքը, որ ամեն հաջորդ նախագիծ թե որակով, թե ասելիքով, թե թեմատիկ խորությամբ առաջ անցնի նախորդից։ Դիանա Գրիգորյանի սերիալներն միշտ արձագանքում են ժամանակի շնչին։ Նա չի կրկնվում, չի քննարկվում նույն թեմաները, այլ մշտապես փորձում է նոր դիտանկյունից խոսել ընտանիքի, սիրո, դավաճանության, մեղքի, հատուցման ու մարդկային ընտրության մասին։
Նրա պրոֆեսիոնալիզմը երևում է նաև մանրուքների մեջ, սցենարները կառուցված են տրամաբանական շղթայով, կերպարները զարգանում են, փոխվում, սխալվում և կրում իրենց արարքների հետևանքները։ Դիանա Գրիգորյանը չի վախենում բարդ, հակասական կերպարներից, նրա հերոսները երբեք միանշանակ չեն լինում, ոչ ամբողջովին լավ, ոչ էլ ամբողջովին վատ։ Հենց այդ մարդկային անկատարությունն է, որ նրանց դարձնում է իրական, ճանաչելի և մոտ հեռուստադիտողին։ Ամեն նոր նախագծում նա մեծ ուշադրություն է դարձնում նաև դերասանական կազմին, թեև հաճախ հենվում է իր արդեն ճանաչված ու վստահելի դերասանների վրա, յուրաքանչյուր սերիալում նրանց տալիս է նոր գույներ, կերպարային շեշտադրումներ, ստիպելով դերասանին ևս մեկ քայլ առաջ անել իր մասնագիտական ճանապարհին։ Սա է պատճառը, որ շատ դերասաններ հենց Դիանա Գրիգորյանի նախագծերում են բացվում լրիվ այլ կողմից և արժանանում հեռուստադիտողի առանձնահատուկ սիրուն։ Չպետք է մոռանալ նաև նրա աշխատանքի տեմպը առանց երկար դադարների, գրեթե անընդհատ նկարահանումներ, սցենարային մշտական աշխատանք, հսկայական պատասխանատվություն ամբողջ թիմի նկատմամբ։ Այս ծանր ու քրտնաջան աշխատանքի արդյունքում է, որ յուրաքանչյուր նոր նախագիծ ծնվում է ավելի հասուն, ավելի մտածված և ավելի հագեցած քան նախորդը։ Հենց այդ պատճառով էլ Դիանա Գրիգորյանի անունը հեռուստադիտողների համար դարձել է որակի երաշխիք։ Երբ հայտնի է դառնում, որ նա նոր սերիալ է պատրաստում, մարդիկ արդեն իսկ վստահ են այն կունենա ուժեղ սյուժե, լարված զարգացումներ և հստակ ասելիք, և ամեն անգամ նա արդարացնում է այդ սպասելիքները, ապացուցելով, որ կարող է շարունակաբար աճել, զարգանալ և յուրաքանչյուր նոր նախագծով բարձրացնել հայկական հեռուստասերիալների որակի նշաձողը։